Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար դարձել են ամենախնդրահարույցը, թերևս ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի, ինչպես ավանդաբար եղել է, այլ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները, այժմ այդ հարաբերությունները խնդիր են Հայաստանի համար եւ խնդիրը միայն այն չէ, որ նման կարգի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, խնդիրը նաեւ այն է, որ առնվազն հրապարակային դաշտում այդ խնդիրները Ռուսաստանի հետ առաջացած հակասությունները լուծելու կարծես եղանակներ, մոտեցումներ չկան։ Այսօր մենք պատրաստվում ենք խոսել գլխավորապես հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Հյուրընկալել ենք Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին։ Բարև ձեզ, պարոն Իսկանդարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Իսկանդարյան, մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար սրվում են, Ռուսաստանը ըստ էության տնտեսական պատժամիջոցներ է կիրառում, ԵԱՏՄ անդամ Հայաստանի նկատմամբ դժգոհ են, Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին, Փաշինյանը գնում է Ռուսաստան, Պուտինը չի ընդունում, Միշուստինն է ընդունում, Կրեմլում ինչ են ուզում Հայաստանից։ Ես չէի ասի, որ դա մի քանի ամիսների կամ շաբաթների պրոբլեմ է, դա արդեն վաղուց այդ process-ը գնում է։ Ես չէի կապի դա կոնկրետ Հայաստանի էլիտաների հետ, ասենք հեղափոխության հետ, ավելի շատ ես կկապեի դա հավանաբար 3 կետի հետ ժամանակային։ Առաջինը դա պատերազմն է, երկրորդ Ղարաբաղի 2020-ի պատերազմը։ Այո։ Մինչև այդ Ռուսաստանը եղել է անվտանգության մոնոպոլիստ, կարանք ասենք հարավային Կովկասում, դա արդեն այդպես չէ։ Երկրորդը դա 22-ն է, Ուկրաինա-ռուսական պատերազմի սկիզբը ու այդ պատերազմը որպես երևույթ, որտեղ Ռուսաստանը հիմա ունի կոնկրետ կոնֆլիկտ, ես կասեի, Չէ, ես մենակ պատերազմ էի նկատի չունեմ։ Պատերազմը դա պատերազմն է Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ու ինքը գնում է Ուկրաինայում եւ Ռուսաստանի տերիտորիայում, բայց ես ավելի լայն եմ վերցնում կոնֆլիկտը արևմուտքի հետ։ Ինչ որ Ռուսաստանում կոչում են կոլեկտիվնի Զապադ, այդպես շատ մի քիչ հարաբերական հավաքական արևմուտքի հետ հակամարտություն։ Բայց կոնֆլիկտ ավելի լայն է, քան պատերազմը։ Դա կոնֆլիկտ է Ռուսաստանի եւ արևմուտքի հետ։ Արևմուտքը մասնակցում է այդ կոնֆլիկտին ուղիղ։ Դե պարզավոր անգլիացիները ու գերմանացիները ու չգիտեմ ֆրանսիացիները չեն պայքարում ռազմի դաշտում չեն կրվում, բայց ֆինանսապես զենք են տալիս, փող են տալիս, այո։ Ու այդ կոնֆլիկտը Ռուսաստանից տեսնում են որպես էգզիստենցիալ եւ միջելուց Եվրոպայից եւս։ Եվ երրորդ կետը ես կնշեի 23-ը, երբ որ ռուսաստանցիները Ռուսաստանի խաղաղ դուրս եկան Արցախ։ Դա բերեց ուրիշ սիտուացիայի։ Լավ, իսկ հիմա Ռուսաստանը ինչ է ուզում։ Մենք հասկանում ենք, Ռուսաստանը թուլացել է ձեր նշած 3 կետերի, 3 գործոնների պատճառով, հիմա Ռուսաստանը պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ինչ են ուզում Կրեմլում։ Նախ կա այդպեսի արտահայտություն ռուսերեն, Россия любит ушами։ Կա այդպեսի բան։ Էմոցիոնալ բանը միշտ լինում է, ասենք, էդ է ուզում ասել, երբ որ պատմում էի այդ Ռուսաստանի կոնֆլիկտի մասին։ Ռուսաստանը իրեն զգում է պատերազմի մեջ, կամ չգիտեմ, կոնֆլիկտի մեջ արևմուտքի հետ։ Դրա համար բոլոր երկրներում, որտեղ որ Ռուսաստանը տեսնում է կամ նկատում է պրո-եվրոպական, պրոարևմտյան հարաբերություններ Եվրոպայի հետ եւ այլն, բավականին ներվային են մոտենում այդ սիտուացիաներին։ Իսկ Հայաստանում դա դուք ճիշտ եք իհարկե այդ մասում բավականին շատ տեսան դա վերջերս, օրինակ Զելենսկին։
Զելենսկու գալ սաբիտավոր եղել, Զելենսկու գալը Երևան, դա նյարդայնացրեց ռուսներին։ Ու խոսալը, այդ ինչ որ ասեց, ու որ ռեակցիա չեղավ։ Հայաստանի կողմից, հա։ Շատ լավ, բայց այդ բանը աշխատում է։ Երկրորդը, ես կարամ շարունակեմ, բայց կարող է շարունակել այդքան պարտադիր չի լինի, որովհետև շատ բաներ կան, որը Ռուսաստանը ուզում է, որ հետ սովետական երկրները, որոնք Ռուսաստանում հասկանում են ինչպես որ զոնան, որտեղ որ իրենց ազդեցությունը կա, եթե այդ երկրներում իրենք տեսում են ինչ-որ պրոարևմտական շարժեր, իրանք նյարդայնանում են եւ բայց Զելենսկին, պարոն Իսկանդերյան, Բաքու է գնում, Զելենսկին գնում է այլ երկրներ, եթե չեմ սխալվում, կենտրոնական Ասիա, էլի Զելենսկին վստահ չեմ, եթե չեմ սխալվում, ինչու հենց Հայաստանի նկատմամբ Ռուսաստանում համարում են, որ Հայաստանը կախված է իրենցից, Ռուսաստանում համարում են, որ Հայաստանը այն իրավունք ինչ որ ունի, օրինակ Ադրբեջանը չի կարող ունենալ Հայաստանը։ Հոյորք պատերազմերը պետք է հաղթել։ Ադրբեջանը Հայաստան չէ։ Դուք նայեք ինչպես Ադրբեջանն է պահում իրան Ռուսաստանի հետ։ Վերջերս այդ վերջի ամիսների Ալիևը հեգնում է բացահայտ Շուշիում տեղի ունեցած վերջին Շուշիում տեղ ունեցած միջև այդ ինքնաթրի գործը ամեն ինչ այդ ինքնաթրի դեպքից շուրջ միջև այդ մարդկանց ադրբեջանցիներին էթնիկ որոնք բռնել են եւ ռուսներին բռնեցին եւ այլն այդ ռուսները մինչ այս օրը եթե ես չեմ սխալվում բանթերում են Բաքվում Այո եւ այլն Ադրբեջանը Հայաստան չի Ադրբեջանը կա դժգոհություն իհարկե Մոսկվայում Բաքվի նկատմամբ բայց չի չեն կարող Ռուսաստանում մտածել կամ այդպես կողմնորոշել որ այդպես հասկանալ սիտուացիան որ իրենք ունեն գործիքները Ադրբեջանի վրա ազդելու առաջին ու կարող է եւ ամենակարևորը Ադրբեջանի գազ ու նավթ պետք չի Ռուսաստանից այո հակառակը Ռուսաստանին է հարկավոր ադրբեջանական գազն ու նավթը հասկանալի է մենք հետեւաբար կարող ենք ասել որ Ռուսաստանի համար բնականաբար Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր երկրներ են եւ տարբեր կշիռներ ունեն տարբեր քաշեր ունեն Ունի քաշը եւ քշերը ունի եւ Հայաստանը եւս դա չի նշանակում որ Հայաստանը ոչ մի բան է ոչ բայց Ադրբեջանի չափ չէ հիմա 20-ից հետո 20-ից հետո ոչ ես գիտեք միշտ դա այդպես էի փորձում մետաֆորա բերել բացատրել մինչեւ 2020-ը Պուտինը կարար ցանկացած պրոբլեմ Կովկասում, կոնֆլիկտում, Կովկասում նկատի ունեմ Հայաստան, Ադրբեջան ու այն ժամանակ Արցախը, կանգնեցնել մի հեռախոսի զանգով։ Ու 2026-ին դա եղել է։ Իսկ հիմա կարող է չպատասխանեն։ Հիմա Ալիևի սեղանին 2 հեռախոս կա։ Ու որ ավելի մեծ, ավելի հզոր է, ու ավելի բանը, պարզ է Անկարայի հեռախոսը, ոչ թե Մոսկվայի։ Դա ազդում է։ Պարոն Իսկանդերյան, իսկ ինչ են առաջարկում ռուսները։ Ռուսները ասում են արևմուտքի հետ գիտեք մի խորացրեք հարաբերությունները։ Ինչ են առաջարկում փոխարենը։ Շատ լավ հարց է։ Երկու բան։ Առաջինը այդ ոլորտում, որի մասին արդեն խոսացել եք, ձեզ կարգին պահեք, նորմալ վերաբերեք, այդպեսի այդ ինչ որ ասվում է Հայաստանում մանավանդ չինովնիկների շուրթերից որ չլինի լավ ժուրնալիստները ինտելեկտուալները հասկացան բայց դա չլինի դա մեկ դրա մասին խոսացեք երկրորդը կան ռեալ բաներ կան իրական խնդիրներ որոնք կան ու շարունակում են մնալ ու շատ հետաքրքիր է նայել հիմա ինչ է կատարվում նայեք էսա կասեմ ինչ նայեք կան Ռուսաստանից շատ սիգնալներ, որ այս խալա, այս դուք սխալ եք անում ձեր, չգիտեմ, Բադրջանի մեջ
Բացիլներ կան, կոնյակի մեջ էս բացիլներ կան, եւ այլ, բայց նույն ժամանակ առաջարկներ են գալիս ատոմակայանը կառուցել Ռոսատոմը որպեսզի նույն ժամանակ յուկաժդեի Կովկասյան երկաթուղին, Արավ Կովկասյան երկաթուղին այդ առաջարկում նույն ժամանակ մենք լսում ենք որ լավ տրիպը եթե լինի Ռուսաստանը կարող է ինչ որ բալով մասնակցի այդ տրիպի կառուցման process-ում եւս ուրեմն ես կասեի երկուսը առաջինը ատոմակայանը հավատացեք եթե վաղը Հայաստանը համաձայնվի որ ռուսները կառուցեն նոր բացիլներ կվերանան բայց Հայաստանը կարող է դա անել թե չէ դա ուրիշ հարց է դա Պարոն Իսկանդարյան Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխվում է անվտանգային քաղաքականությունը փոխվում է մենք տեսնում ենք արևմուտքի հետ նոր որակի հարաբերություններ են հաստատվում այս ուղղություններով մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի ձեռնարկությունները ռազմաարդյունաբերության մեջ ներդրումներ են անում Հայաստանի համատեղ ձեռնարկու Թալեսի մասին է խոսքը մասնավորապես, այսինքն կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային պրոյեկտներում ատոմակայանը դուք նշեցիք, երկաթգիծը, արհեստական բանականությանը Տամպային կենտրոնը, որը կառուցվեց, Հրազդանին մոտ Գագարինում, արևմուտքի դերը գնալով աճում է եւ Ռուսաստանը դուրս է մղվում։ Եվ Ռուսաստանը ունի այս անհանգստությունը հետևաբար, որ գիտեք, եթե կառուցվածքային առումով, որ մենք հետ ենք մնում ատոմակայանը մեզ չեն տալու, երկաթգիծը ուզում են վերցնել մեր ձեռքերից, դա նշանակում է Ռուսաստանի ազդեցության շեշտակի անկում։ Ճիշտ եմ ես հասկանում։ Միանշանակ։ Դուք մի բանում եք, մի փոքր ես կաս, ոչ թե սխալվում, բայց այդ process-ը ավելի լայն է, քան վերջի փոփոխությունները։ Այդ process-ը գնում է ես կասեի հաստատ 94-ից 96-ից, եթե ոչ 91-ից։ Ռուսաստանի դերը հետ սովետական տարածքում փոքրանում է, դա բնական process է։ Դա այդ process-ը կա դե էլ չեմ խոսում Ուկրաինայի կամ Մոլդովայի մասին, պարզ է, էլ չենք խոսում Ադրբեջանի մասին, Ղազախստանի մասին, Թաջիկստանի, Ուզբեկիստանի մասին եւ այլն։ Այդ ընդհանուր process-ը ու բնական process-ը, ու իհարկե Ռուսաստանում դա լավ չեն վերաբերում։ Բայց տեսեք, Ռուսաստանը գրեթե նույն գործիքները կիրառեց Մոլդովայի դեմ, սկզբում փորձում էր կիրառել Ադրբեջանի դեմ, տարիներ առաջ կիրառում էր Ուկրաինայի դեմ, այն ինչ որ հիմա Հայաստանի դեմ է կիրառվում, այսինքն ճնշումներ, տնտեսական ճնշումներ, եւ մենք տեսնում ենք, որ ոչ միտեղ այդ գործիքները չեն աշխատել։ Արդյոք այնտեղ դուք պարբերաբար շփվում եք ռուս փորձագետների հետ, որոնք շատ մոտ են կանգնած Կրեմլին, արդյոք այնտեղ չեն հասկանում, որ գիտեք, եթե մենք շարունակում ենք նույն գործիքը կիրառել ու անհաջողության ենք մատնվում, ինչ իմաստ ունի Հայաստանի դեմ կիրառել այդ նույն գործիքները։ Լավ հարց է, պատասխանը դժվար թե կարամ լիովին ներկայացնել։ Գիտեք, այո, իհարկե ես շփվում եմ Ռուսաստանի գոլեգաների հետ։ Հավատացեք, այդ գոլեգաները 99% կամ չգիտեմ 90% բոլորը ամեն ինչ հասկանում են ու ինձանից լավ կարան դա նկարագրել։ Գիտեք, զբաղվում են այդ հարցով, բայց նախ ես չգիտեմ աշխարհում որտեղ են լսում քաղաքագետներին կամ գիտնականներին, երկրորդը իրենք ներկայացնում են այդ ինչ որ իրենց վերլուծությունները, մեկ ես կարդում եմ, ես տեսնում եմ, մեկ չեմ կարող խոսալ դրա մասին, բայց տեսնում եք տեքստերը տեսնում եմ, բայց չի աշխատում դա։ Ռուսաստանը ուժեղ չի այդ բանը, Ռուսաստանի փափուկ ուժը դա նավթ, գազ ու զենքն է։ Ռուսաստանը սովոր է այդպես խոսալ, ապրել չէ, խոսալ, փորձել ազդել, վատ է աշխատում, շատ ճիշտ եք, դա չաշխատեց Ուկրաինայում, դա չաշխատեց Մոլդովայում, դա Աբխազիայում չաշխատեց։ Աբխազիայում Աբխազիան շատ ավելի մեծ ճնշման տակ է, բայց էլի մի քանի անգամ չաշխատեց, վերջերս աշխատեց վերջին անգամ, որովհետև մի քիչ ավելի
խելացարվից ես կասեի դժվար է եւ Աբխազիա Օսեթիա ավելի հեշտ է եւ այլն տարբեր սիտուացիան տարբեր երկրներում բայց դժվար է չի ստացվում դա կարելի է բացատրել քաղաքական մշակույթը դա էլ է մշակույթ Ռուսաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնությունը, Ռուսաստանը որպես պատմական երևույթ, Ռուսաստանը ոչ թե 20 տարվա կտրվածքով, բայց 500 տարվա ասենք կտրվածքով, դա կայսրություն է։ Իրենք ունեն այդ մշակույթը, ինչ որ իրենք ունեն։ Դուք նկատել եք, որ ռուսները, ուղղակի ռուսները, հասարակ մարդիկ, առնվազն հետ սովետական երկրներում, որ գալիս են ու ապրում են, լեզուներ չեն սովորում։ Չեն սովորում հայերենը կամ ուզբեկերենը կամ չգիտեմ վրացերենը լատիշերենը էստոնեն ինչու որտեվ կայսրական ավանդույթը որտեղ որ ես եկել եմ դու պետք է իմ լեզուն սովորես ոչ թե հակառակը դա ոչ վատ է ոչ լավ է դա այդպես է հայերը ուրիշ ձև են եթե հայը գնում է ուրիշ երկիր կիսատ պրատ ինչ որ բայց միանգամից փորձում է սովորել, որովհետև այդ պատմությունը մենք անգլիացիները ունեն, Անգլիայում ապրող անգլիացիները հինդի չեն սովորում, ես մեկ հանդիպել եմ 2 հոգի առնվազն, անգլերեն են խոսում, ֆրանսիացիները եւ այլն, ու դա ազդում է, այդ մշակույթը կա, որ ինքը անցնի այդ մշակույթը, պետք են սերնդներ, դա անցում է, մենք կարանք դա տեսնենք, օրինակ երբ որ ասենք Լեհաստանի հետ, Ֆինլանդիայի հետ ուրիշ հարաբերություններ ունեն, մեկ վատ, բատ ուրիշ ձևի, չնայած որ թեպետ 100 տարի առաջ մի քիչ ավել եւ Ֆինլանդիան եւ Լեհաստանը եղել է ռուսական կայսրություն, բայց դա պետք է նկատի ունենաս, այդպես է, վատ է աշխատում այդ Թերևս վերջին հարցը Հայաստանի կառավարությունը ինչ պետք է անեն Ռուսաստանը կարևոր երկիր է Հայաստանի համար Հարավային Կովկասի կարելի ասել Հայաստանին հարևան երկիր է ինչ պետք է անի Հայաստանի կառավարությունը թե ամեն ինչ ճիշտ է անում օքեյ այսպես ասենք եւ շարունակի այս գիծը մտածի ռացիոնալացվի այդ process-ը կար Գիտեք Սպինոզայի շատ եմ սիրում Սպինոզայի մոտ Բենեդիկտ Սպինոզայի մի ֆրազա կա ոչ ծածաղել ոչ լացելնել հասկանալ դա պետք Ռուսաստանը շատ հաճախ ու դա էլ է մշակույթ դա էլ է հասկանալի Հայաստանում վերաբերմունքը դեպի Ռուսաստան ինքը էմոցիոնալ է, ինքը ռացիոնալ չի։ Ռուսաստանը կամ մայրն է, որը կգա, կփրկի, ամեն ինչ կանի, ամեն ինչ կտրամադրի, կամ հակառակը դավաճանն է, որը կգա, ամեն ինչ կջարդի ու ջարդապշորի, պրոստը որտեվ ինքը վատնա ու կայսրություն է։ Ոչ այդ։ Ռուսաստանը, ուրիշ Ռուսաստան ես ցավոք հիշում եք այդ հայտնի անկեր Ստալինի արտահայտությունա, որ չգիտեմ ճիշտ է թե անեկդոտա, բայց կապ չունի, որ գրողները, սովետական գրողները, վատ գրողները եկան Ստալինի մոտ ու բողոքում են, որ իրենց գրքերը չեն առնում, չեն կարդում, որ ոչ ոք ուշադրություն չի դնում, Ստալինը հանեց այդ բանը տրուպկեն բերից, ծխամորճը, հա, ինչպես է, իմիջիալ ծխամորճ, ոք իմանամ, ու ասեց, հարգելի գրողներ, ես ուրիշ ժողովուրդ ձեզ համար չունեմ, ուրիշ Ռուսաստան ես ձեզ համար չունեմ, եւս ես ձեզ համար չունեմ ուրիշ Ադրբեջան, ուրիշ Թուրքիա, ուրիշ Պարսկաստան, ուրիշ Եվրոպա եւ ուրիշ Ամերիկա, էտա, ու այդ Ռուսաստանի հետ որը կա, պետք է մենք չենք կարա չհամագործակցենք, գիտեք, ես կդե կերչեի ասի, բայց լավ ծանոթ էինք, կար օրմացի Կախաբեդուկիձե մինիստրերը Վրաստանում,
ինքը միշտ մի քանի անգամ բաց ասում էր, որ ենթադրեք, որ վրաց ժողովրդին, որ Ռուսաստանի փոխարեն մենք ունենք օվկիանոս։ Չէ, մենք չունենք օվկիանոս Ռուսաստանի տեղ։ Ռուսաստանն է տեղ ու չի լինի օվկիանոս։ Իսկ Ռուսաստանը երկիրը, որը մեզնից ավելի մեծ է բնակչությամբ 50 անգամ, տերիտորիա տարածքով 600 անգամ։ Էլ չեմ ասում զենք, պոտենցիալ, չգիտեմ, տնտեսություն եւ այլն։ Էտա կողքն է ու մեծ է։ Ինչ է լինի, ոնց է լինի, այդ երկրի հետ պետք է փորձես հարմարվել, աշխատել, չի լինի ուրիշ ձև, չի լինում։ Դրա համար փոխել հնարավոր չէ, վերցնել Եվրոպա Ռուսաստանի փոխարեն չի ստացվում։ Դու չես կարա այդ վերին Լարսի փոխարեն մի հատ ուրիշ վերին Լարս կառուցես, որը Ռուսաստան չի գնում, Լյուքսեմբուրգ է գնում, չկա այդպեսի բան։ Դրա համար պետք է ռացիոնալ հասկանալ, այդպեսին են, ու փորձել աշխատել իրենց հետ, որը հնարավոր է, այս թվում հեշտ չի, դժվար է, բայց հնարավոր է։ Կարելի է փորձել։ Շնորհակալություն, պարոն Իսկանդարյան, ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։